Երևանի 164-րդ դպրոցը հունիսից հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում։ Երկու անգամ փորձեցին տնօրեն ընտրել, սակայն երկու անգամ էլ մրցույթը չկայացավ, խորհրդի 3 անդամների բացակայության պատճառով։ Դպրոցի կոլեկտիվի կարծիքով մրցույթը միտումնավոր տապալել է քաղաքապետարանը։ Լիազոր մարմնի երկու անդամները, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչը, րոպեների տարբերությամբ տեղեկացնում են խորհրդի նախագահին, որ չեն կարող ներկայանալ մրցույթին։ 164-րդ դպրոցում ըստ օրենքի երկու անգամ մրցույթի տապալումից հետո տնօրենի ընտրության մրցույթ այլևս չի կարող կազմակերպվել։ Քաղաքապետարանը հուլիսի 12-ին ավականու անդամներից կազմված հանձնաժողով գումարեց ու տնօրեն նշանակեց նախկին տնօրենին։ Խորհուրդը ինձ պատշաճ կերպով տեղեկացրեց, որ հավակնությունը տրվել է նախկին տնօրեն Արմինե Ներսիսյանին։ Արձանագրությունում ասվում է, որ երկու հավակնորդները ներկայացրել են իրենց զարգացման ծրագրերը եւ այնտեղ նշվել են առավելությունները եւ թերությունները։ Մանուշ Գաբրիելյանը նշում է, որ դպրոցի 54 ուսուցիչներից 28-ը տնօրենին անվստահություն են հայտնել։ Իրենք ստորագրահավաք էին սկսել եւ առանձին նամակով դիմել քաղաքապետարան։ Նամակում նշել էին, որ գործող տնօրենն իր նախկին պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ չարաշահումներ ու խախտումներ է թույլ տվել։ Ավետիս Հարությունյան, Գևորգ Միքայելյան, ժամը լրատվական։